Ավետարանում Քրիստոս ասում է. դուք եք երկրի աղը և աշխարհի լույսը։ Մենք եթե սովորական սենյակում նայես, լույսը ինչքան փոքր է, չէ՞, համեմատած սենյակի տարածությանը։ Բայց ինչ մեծ ուժ ունի լույսը, ինչ կարևոր նշանակություն ունի լույսը։ Կամ աղ, մի պտղունց աղ ճաշի մեջ գցում ես, բայց ամբողջ ճաշի համն է տալիս։ 12 առաքյալներ էին ընդամենը, բայց ամբողջ աշխարհը լուսավորեցին, ամբողջ աշխարհի համը հոտը դարձան։ Ճիշտ այդպես էլ քրիստոնյաները դառնում են երկրի աղը, համը հոտ են տալիս։ Շատ անգամ պատահել է, և մենք էլ կարող ենք վկայել, որ ընտանիքում եթե 1-2 քրիստոնյա է լինում, իրապես աղոթող, և մյուսները չեն հակառակվում և չեն պատերազմում, այսինքն եթե բաժանում չի լինում ընտանիքում, ուղղակի կամ լսում են այդ քրիստոնյային, ամբողջովին չեն նմանվում, բայց չեն արգելում, չեն հակառակվում, չեն խանգարում այդ քրիստոնեական ընթացքը, ոնց որ այդ քրիստոնյան դառնում է այդ ընտանիքի լույսը, այդ ընտանիքի աղն է դառնում, և դրսից էլ երբ որ նայում ես, ինքն է, մնացածները իր ստվերի շուքի տակ են։ Այդ համար է Քրիստոս ասում, դուք եք երկրի աղը և աշխարհի լույսը, որ լուսավորում է։ Նույնն էլ օրինակ դպրոցում, դասարաններում, եթե դասարանում մի հատ լավ սովորող մեկը կա, կամ 2-3, և այդ 1-2-3-ը ինչ-որ հաջողություններին են հասել, մեծ բաներին հասել, այդ դասարանը ամբողջ դրանով է պարծենում և փորձում է դրան նմանվել, կարող է չհասնի այդ մակարդակի, բայց հաստատ ինքը դառնում է փարոս, լույս է դառնում, քնում է դրա հետևից, այսինքն առաջնորդ է դառնում, նույնն էլ Քրիստոս էր, չէ՞, Քրիստոսին ուզեցին աշակերտները նմանվել, հետո մենք ուզեցինք առաքյալներին նմանվել, այսինքն օրինակը տանում է իր հետևից։ Հերոս չասում ենք, ինչու ենք մենք ասում հերոս, որտեղ մի հերոսի սխրանքը կարող է այնքան դաստիարակիչ լինել ազգեր, սերունդներ, ժողովուրդներ կրթել ու դաստիարակել։ Մի հերոսի սխրանք, այսինքն այդ հերոսն ինչ արեց, լույս վառեց, իսկ լույսը լուսավորում է միշտ դարեր շարունակ։ Հետաքրքիր մի այսպիսի պատմություն կա, դժոխքում տանջվում են երկու մարդիկ, մեկը հանցագործ էր եղել ժամանակին, մյուսը բանաստեղծ, մի գող և մի գրող, այսպես ասեմ, հանցագործ և բանաստեղծ, երկուսն էլ սխալ կյանքով են ապրել, և երկուսն էլ տանջվում են դժոխքում, և բանաստեղծը գլուխը բարձրացնում է, տեսնում է, որ հանցագործի կրակը կամաց թուլանում է, իր կրակը ավելանում է, ինքը ավելի է վառվում, ավելի է տանջվում, անընդհատ իր կրակն ավելացնում են, կաթսայի մեջ այրվում է, ասում է, ինչքան արդարություն, ասում է, այս գրող մարդ եմ եղել, սերն եմ գովերքել, աշխարհիկ բաներն եմ գովերքել, էլի, ասում է, ինչ է իմ կրակը շատանում, նրա կրակը պակասում, եկել հեշտակն ասում է, իսկ դու ինչի մասին ես գրել, ասում է, աշխարհիկ բաների մասին եմ գրել, մարդիկ ինչքան կարդում են քո գրվածները, ինչքան գայթակղվում են, ինչքան Աստծուց հեռանում են, այնքան քո կրակն ավելանում է, իսկ նա այո, սխալ բաներ արել է, հետո զղջացել է և ամենակարևորը իր զավակներին, իր հետնորդներին հորդորել է, որ իր համար միշտ աղոթք անեն, իր մեղքերի թողության համար,
ասում են ինչքան աղոթք են անում իր համար, ինչքան ողորմություն են անում, իր կրակը պակասում է։ Հիմա տեսեք առաքյալները Ավետարանը քարոզեցին իրենց օրոք, այդքան վարձք շահեցին եւ իրենցից հետո էլ անընդհատ ինչքան Ավետարանը կարդում են, որքան որ առաստված են դառնում, ինչքան առաքելական վաստակի մեջ են մնում, այդքան իրենց վաստակը մեծանում է, իրենց վարձքը մեծանում է, ավելանում է։ Որքան որ սրտեր դարձան Աստված Ավետարանը կարդալով, այնքան ավետարանիչների վարձքը ավելանում է։ Այդպես Աստված կարող է բարիքը բազմապատկել եւ չարիքն էլ կարող է կրճատել։ Դա Աստված մեր բարիքները բազմապատվեն, չարիքները կրճատվեն։